Առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը հերթական անգամ մեկնարկեց սկանդալներով։ Պատկերացրեք, ծնողը գիշերը չի քնում, աչքը չի կտրում ժամացույցի վայրկյանաչափից, միայն թե ճիշտ ժամը 9-ին հասցնի երեխային իր նախընտրած դպրոցում հերթագրել, ու երբ գալիս է բաղձալի պահը, բացում է համապատասխան կայքը ու տեսնում, որ համակարգը ծանրաբեռնվածության պատճառով չի աշխատում։ Բայց իսկապես զարմանում եմ զարմացողների վրա։ Այո, երբեմն շատ ավելի զարմանալի է լինում ոչ թե բուն իրադարձությունը, այլ դրանից ապշած մարդկանց անկեղծ արձագանքը, իսկ դրանց պակաս համացանցի օգտատերերի շրջանում չկար, թեև ամեն տարի մարդիկ կանգնում են նույն ջարդած դաշտակի առաջ։ Ինչպես կարելի է, հերթական անգամ խաբվեցինք, ինչու են իմ փոխարեն որոշում, թե որ դպրոց տանեն երեխայիս, եւ նման բնույթի մեկնաբանություններ բազմաթիվ էին։ Ու եթե հավելում ենք փաստը, որ նախորդ տարվա համեմատ հայտագրման գործընթացում նաեւ այլ նորամուծություններ կային, հասկանալի է ծնողների սթրեսը։ Օրինակ, գործընթաց անցնելու համար պետք է ունենալ նաեւ էլեկտրոնային ստորագրություն։ Եթե Երևանում կամ այլ քաղաքներում աշխատողների համար սա ընկալելի եւ ընդունելի պահանջ է, գյուղաբնակների դեպքում իրոք կարող են խնդիրներ ծագել։ Բայց սա էլ ամենը չէ։ Պարզվում է, որ հայտագրման համար փուլեր կան։ Ասենք, եթե երեխային ուզում եք ձեր շենքի հարևանությամբ գտնվող դպրոց ուղարկել, պետք է սպասեք։ Ինչու՞։ Որովհետև կան արտոնություններ ունեցողներ։ Իսկ ովքեր են նրանք։ Այդ դպրոցում արդեն իսկ սովորող քույր եղբայր ունեցող ապագա աշակերտները, տվյալ դպրոցում աշխատողների երեխաները, հաշմանդամություն ունեցողները եւ այլն։ Միայն թե չզարմանաք, եթե վերջում տեղ չմնա ու ստիպված ձեր երեխային ճանապարհեք մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող դպրոցը։ Քաոս է այս ոլորտում, ասում են մասնագետները, ընդգծելով, որ ոչ մի երկրում երեխային դպրոց ուղարկելու գործընթացը այսքան բարդ չէ։ Էդուարդ Պողոսյանի տեսանյութը վերնագրել ենք նորից դարձյալ կրկին։ Ոչինչ չասող այս տվյալները առաջին դասարանցիների առցանց հայտագրման կայքից են։ Առավոտ ճիշտ ժամը 9-ից դիմում հայտերի լրացման բաժինը բացվել է, բայց ծնողներն այդպես էլ չեն կարողանում իրենց երեխաներին հայտագրել առաջին դասարան հաճախելու համար։ Հերթական տարին հերթական միևնույն խնդիր է երեխային առաջին դասարան ուղարկելու համար հայտագրելն արդեն տարիներ շարունակ ծնողների սթրեսների պատճառների ցանկն է համալրել։ Նախորդող գիշերը ծնողները չեն քնում, բաց աչքերը ժամացույցի վայրկյանաչափին պահում, որ 9-ի ղողանջների խփելուն պես իրենց երեխայի համար նախընտրած դպրոցում տեղ ամրագրեն, այն էլ մեկ կայքը չկա, մեկ տվյալները հնարավոր չէ լրացնել։ Տարվա նույն ժամանակահատվածում Facebook-ի օրակարգից անպակաս են դժգոհող հայրեր-մայրերի ստատուսները։ Այսօր առավոտյան ժամը 9:00-ին հայտագրման պաշտոնական մեկնարկին համակարգը խափանվել է։ Ամենայն հավանականությամբ պատճառը օգտատերերի միաժամանակյա մեծ հոսքն ու գերծանրաբեռնվածությունն է եղել։ Թեև ցանկացած համակարգի պարագայում տեխնիկական խափանումները հասկանալի են, սակայն նման ռազմավարական նշանակության հարթակները պետք է այնպես նախագծվեն, որպեսզի անխափան սպասարկեն անգամ շատ մեծ թվով միաժամանակյա մուտքեր։ Այսքան տարի ծրագրային խնդիր չկարողացաք լուծել ու կանխատեսել համակարգի ծանրաբեռնվածության աստիճանը։ Դիմեցինք պատասխանատու գերատեսչությանը, կրթության եւ գիտության նախարարությանը, հասկանալու համար ինչու ծրագրային խնդիրներն այդպես էլ չեն լուծվում, ինչպես ձևակերպում են համապատասխան կայքի աշխատանքից դժգոհող ծնողները եւ առհասարակ հնարավոր էր իրավիճակը վերլուծել եւ կանխատեսել համակարգի ծանրաբեռնվածության հնարավոր մակարդակը խնդիրները չեզոքացնելու համար։ Սակայն հերթական խնդրի հետ կապված նախարարությունը մեկնաբանություն չունի։ Մամուլի խոսնակից ավանդական դարձած պատասխան ստացանք, չեն մեկնաբանում, միայն կարճ հաստատում, հունիսի 23-ի առավոտյան 9-ին խնդիր եղել է։ Համակարգը բացվել է ժամը 09:00-ին, այո, ունեցել է ծանրաբեռնվածություն, ինչը բոլոր շահառուների համար նույնն է եղել։ Ծանրաբեռնվածությունը հետզհետե թուլացել է եւ ներկայում աշխատում է առանց որևէ խափանման։ Սուրանկյունը գնաց տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների գնահատականի հետևից։ Ի վերջո ծրագրային այս խնդիրն անլուծելի է, հարցնում ենք Սամվել Մարտիրոսյանին։ Տեսականորեն կամայական հարց կարող է լուծում ստանալ, որ ասում եմ փողին մունա։ Տեխնիկապես բնականաբար կա հնարավորությունները, կան երկրներ, որոնք Հայաստանից շատ ավելի մեծ են։ Ուղղակի հարցը անում է, որ երևի թե առաջինը պետք է երևի բյուջեն այդ ամեն ինչի մեծացնել մեկ, երկրորդը նաև լրացուցիչ բյուջե ունենալ սթրես թեստերի, այսինքն նախորոք այդ համակարգը մեծ քանակի ծանրաբեռնվածության տակ գցել, որպեսզի տեսնել ինքը ոնց է աշխատում։
Դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման համար ծնողների հոգսերն այսքանով չեն սահմանափակվում։ Հունիսի 23-ին մեկնարկել էր դպրոցների ընդունելության միայն երկրորդ փուլը, իսկ առաջինը դեռ հունիսի 8-ից էր սկսվել։ Սա այն երեխաների համար էր, որոնք պետք է հայտագրվեին այն դպրոցներում սովորելու համար, որտեղ արդեն իսկ սովորող քույր, եղբայր, աշխատող ծնող ունեն։ Նաև եթե ընտանիքն անապահով է, երեխան խնամակալության ներքո է կամ էլ հաշմանդամություն ունի։ Պարզ ասած, եթե շենքի առջև գտնվող դպրոցում առաջին փուլով բոլոր տեղերը սպառվեն, երկրորդ փուլով ծնողները ստիպված են որևէ այլ դպրոցի ճամփան բռնել։ Վերանայեք այն հարցը, որ երեխան չի կարող գնալ իր հարևանությամբ գտնվող դպրոց, քանի որ արտոնություններ չունի։ Միթե երեխան արտոնություն չունի սովորել մոտիկ իր թաղամասում գտնվող դպրոցում, այլ տանջվելով պետք է 4 կիլոմետր քայլի 5 տարեկան երեխան։ Վերանայեք այս հարցը, վստահ եմ, ինձ նման շատ ծնողներ կանգնել են այս խնդրի առաջ։ Մեր ժամանակներում այնքան հեշտ էր դպրոց գնալը, իսկ հիմա Սա օրենք չէ, այլ լուրջ խնդիր, որը բազմաթիվ ընտանիքների առաջ է կանգնեցրել անհասկանալի իրավիճակ։ Ինչպես կարող է երեխան չընդունվել իր բնակավայրին ամենամոտ դպրոց, իսկ ծնողներին չտրամադրվի հստակ պատասխան, թե որ դպրոցում եւ ինչ հեռավորության վրա է նա կարող ընդունվել։ Աշխատող ծնողների համար սա ոչ միայն անհարմարություն է, այլև լրացուցիչ բեռ եւ ժամանակի կորուստ։ Անարտարության այո խնդիր կա, եթե հաշվի առնենք թե որքան երեխա է տվյալ դպրոցում սովորում եւ ունի քույր եւ եղբայր եւ քանի աշխատող կա դպրոցում եւ կունենան երեխաներ եւ բնականաբար եթե մենք համեմատության տանենք այն երեխաների թվականակի, որոնք ընդհանրապես առողջություն չունեն տվյալ դպրոցի հետ սարիրից օրի տարբերություն իրենց թվականակի մեջ եւ բնականաբար այստեղ խտրականության բաղադրիչ կարող է լինել։ Բայց խտրականությունը հնարավոր ամենափոքր խնդիրն է, որ այստեղ կարող է դրվել։ Կրթության փորձագետը շարունակում է շարքը, պնդում, եթե երեխան հնարավորություն չունենա իր բնակությանը մոտ դպրոց գնալ, գործը մինչև իսկ հոգեբանական հարցերին կարող է հասնել։ Երեխան մինչև դպրոց գնալը ինքը որոշակի սոցիալիզացիայի process է անցնում։ Նա բակ է դուրս գալիս, բակում խաղում է իր հասակակիցների հետ, այդ հասակակիցները որոշակի առավելություններ ունենալով գնում են այն դպրոցը, որտեղ գնալու են, իսկ այդ երեխան, որը չունի այդ առավելությունները, օրինակ իր մեծ քույրը կամ եղբայրը, այդ դպրոցը չի գնում, կամ նա առաջին երեխան է այդ ընտանիքի, նա ստիպված է լինելու նորից սոցիալիզացվել մեկ ուրիշ համակարգում, որը շատ բացասական է։ Այնուամենայնիվ, պահպանել խնդիրներով լեցուն համակարգը, թե գտնել կազմակերպչական, տեխնիկական հարցերը կարգավորելու նոր տարբերակներ։ Մասնագետների համար միանշանակ ճիշտ լուծումն այս փուլում տեսանելի չէ։ Ցավոք սրտի նոր համակարգը արդյունավետ չէ, մեծ տեխնիկական եւ բովանդակային խնդիրներ են։ Նախկին համակարգը ավելի հեշտ էր, ավելի դյուրին էր, չնայած նախկին համակարգի դեպքում էլի դիմում էին դպրոցներին, որպեսզի իրենց երեխաներին հայտագրեին։ Մասնագետներն ասում են, դպրոցն այն առաջին հաստատությունն է, որտեղ երեխան պետք է մուտք գործի վստահությամբ, ոչ թե ծնողի պայքարի ու տեխնիկական անորոշությունների պայմաններում։ Իսկ երբ կրթության ճանապարհը սկսվում է խափանումներից, անհավասար հնարավորություններից, խնդիրը վաղուց արդեն միայն ընդունելության կարգը չէ։ Այն վերաբերում է կրթական համակարգի կազմակերպման տրամաբանությանը, որը դեռ սպասում է իր արդյունավետ լուծմանը։ Էդուարդ Պողոսյան, Տիգրան Հունանյան, Անդրանիկ Ներկարարյան, Սուրան Գյուն։